Շիկացած պահերին, երբ տեսնում ես, որ քո ու երեխայիդ ուժերը սպառվել են, վերցրու դադար։ Ինչու է կարևոր ինքնավերահսկողությունը, այսպես ձևակերպենք։ Որտեվ գերհուզական պահերին, որպես ծնող մենք տալիս ենք սխալ արձագանքներ։ Բնականաբար բոլորս մարդ ենք ու մենք էլ զերծ չենք հույզերից, եթե ասում ենք երեխաներին են բնորոշ, մեծահասակներին չենք սահմանափակում, մենք էլ կարող ենք ունենալ շատ բուռն հուզականություն, բայց մեծահասակ երեխա հարաբերակցության ժամանակ մեծահասակը ունի այդ առավելությունը կառավարել սեփական հույզերը, երեխան չունի։ Երբ մենք տրվում ենք մեր հույզերին ու սկսում ենք ավել բղավել կամ բարկանալ, վատ բաներ ասել, երբեմն նաև հարվածել կան ծնողներ, արդյունքում ստացվում է այնպես, որ մենք ոչ երեխային ենք լսում, ոչ մեր ասելիքն ենք կարողանում միջև վերջ ասել ու ուղղակի լինում է վիճաբանություն, ուղղակի լինում են շատ բացասական հույզեր, որոնք ոչնչով մեզ օգնել չեն կարող այդ իրավիճակում։ Դրա համար դադար վերցնելը, գնալ կողքի սենյակ, դուրս գալ տնից, եթե այդ հնարավորությունը այդ պահին ունենք, միշտ օգնող տարբերակներ է լինում։ Բայց ես միշտ նաև նշում եմ այն մասին, երբ որ վերադառնում ենք, մենք վերադառնում ենք այդ խոսակցությանը։ Բնականաբար չենք ուղղակի դուռը փակում եւ դուրս գալիս տարածքից, սովորաբար միշտ լինում է արձագանք այն մասին, որ այս պահին ես շատ հիմա բարկացած եմ ու կարծես մենք իրար չենք լսում, դրա համար այստեղ դադարեցնում ենք խոսակցությունը, ես կլինեմ կողքի սենյակում կամ կլինեմ միջանցքում կամ ինչ որ միտեղ տարածքում, բայց ոչ երեխայի հետ անմիջականորեն այնտեղում, որտեղ ինքն է, քանի որ այդ խոսակցությունը շարունակվելու է, իսկ մեզ համար կարևոր է, որ ընդհատվի այդ խոսակցությունը հուզական տոների վրա, հետո նորից կվերադառնանք այդ քննարկմանը, բայց արձագանք տալիս ենք, մենք ուղղակի չենք հեռանում։